Ողջույն։ Եթերում հարցազրույցն է, զրուցակիցս Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ Տիկին Մանասյան հրավերն ընդունելու համար։ Տիկին Մանասյան վստահաբար Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը դիտարկումներ արել է եւ նախընտրական շրջանում, եւ ընտրությունների օրը, եւ նաեւ հետընտրական process-ներում։ Ինչ են ցույց տալիս ձեր դիտարկումները, արդյոք մարդու իրավունքների էական խախտումներ, ընտրական իրավունքի էական խախտումներ նկատել եք թե չէ։ Նախ ես եմ շնորհակալ հրավերի համար եւ այս կարևոր հարցերին անդրադարձի համատեքստում ուզում եմ արձանագրել, որ իհարկե ընտրական բոլոր գործընթացների, այդ թվում նախընտրական, հետընտրական եւ հենց բուն քվեարկության օրվա հետ կապված մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը ունի տարատեսակ լիազորություններ։ Միևնույն ժամանակ այդ լիազորություններն անսահմանափակ չեն եւ հատուկ հիմա ուզում եմ շեշտադրել, որ մենք չենք իրականացնում որևէ տեսակի լիազորություն, որը կարող է վերապահված լինել դրա համար հատուկ ստեղծված մարմինների, օրինակ կենտրոնական ընտրական հանձնաժողովին կամ մնացյալ բոլոր այլ մարմիններին։ Ինչ վերաբերում է ընտրությունների գործընթացին, ապա պետք է նշեմ, որ մենք թե բավականին լուրջ մշտադիտարկումներ ենք իրականացրել, թե նաև տարբեր տեսակի ահազանգեր ենք ստացել եւ դրա հիման վրա այսպես ընդհանրականացված որոշակի ամփոփում ունենք, թե ընտրական իրավունքների հետ կապված մեր մանդատի համատեքստում ինչ հարցեր են, խնդիրներ են արձանագրվել եւ ինչ լուծումներ են դրանց համար հնարավոր։ Նախ նշեմ, որ մենք մշտապես ենք բարձրաձայնում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության հետ կապված խնդիրները, որոնք շարունակել են արդիական մնալ նաև այս ընտրական գործընթացների շրջանակներում, եւ ինչպես նախորդ ընտրական գործընթացի շրջանակում տեղական ինքնակառավարման մարմիններին առնչվող, այնպես էլ արդեն ազգային ժողովի ընտրությունների ժամանակահատվածում մենք բավականին լայն մշտադիտարկումներ ենք իրականացրել տարբեր տեղամասերում մատչելիության գնահատման հետ կապված եւ պիտի նշեմ, որ բազում են այս առումով խնդիրները, դեռևս քիչ քանակությամբ տեղամասեր են մատչելի հանդիսանում հաշմանդամություն ունեցող անձանց համար, բայց սրան գումարվում է նաեւ այն, որ նույնիսկ այն դեպքերում, երբ տեղամասը նշված է որպես մատչելի, այստեղ էլ բազմաթիվ խնդիրներ են արձանագրվում։ Այս ընտրական գործընթացների համատեքստում բավականին շատ են եղել հատկապես ընտրական գործերին առնչվող քրեական վարույթների հետ կապված մեզ ուղղված դիմումները եւ նաեւ հաշվի առնելով հանրային հնչեղություն ունեցող գործերը մենք ինքներս նաեւ մշտադիտարկումների գործընթաց ենք իրականացրել հարցերի հետ կապված։ Այստեղ էլ հստակ կոնկրետ արձանագրումներ իրականացրել ենք եւ նաեւ հրապարակային ենք հանդես եկել, եթե որևէ կոնկրետ հարց լինի, ուրախ կլինեմ դրանց հետ կապված ավելի մանրամասն ներկայացնելու։ Բացի այս ամենից շատ կարևոր են այն օրենսդրական բացերը, որոնք պարբերաբար արձանագրում ենք, այդ թվում ընտրական գործընթացներին առնչվող, մասնավորապես օրինակ մենք պարբերաբար բարձրաձայնում ենք շրջի կարգերի միջոցով քվեարկության իրականացման կարգի հետ կապված փոփոխությունների անհրաժեշտությունը, այն համատեքստում, որ նախ բացի ազգային ժողովի ընտրություններից նաև քվեարկության այս ձևաչափը պետք է հասանելի լինի նաև այլ ընտրությունների ժամանակահատվածում, օրինակ տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլն, բայց բացի այս ամենից պետք է նաև ընդլայնել շրջի կարգի միջոցով քվեարկության հնարավորությունը, որովհետև միշտ չէ, որ օրինակ քվեարկության օրը հենց ստացիոնար բուժ հաստատությունում են գտնվում անձինք, նրանք կարող են ունենալ օրինակ բավականին լուրջ խնդիրներ, այդ թվում հաշմանդամության հետ կապված եւ այլն ու շատ արդյունավետ կլինի, եթե հնարավոր լինի նրանց քվեարկությունը այդ ձևաչափով կազմակերպել եւ ուզում եմ հատուկ արձանագրել, որ քանի որ բավականին ակտիվ են եղել հատկապես նաև իրավապահ մարմինները նախընտրական ժամանակահատվածում, ես կարծում եմ մենք լուրջ կարիք ունենք քննարկումների, թե նախընտրական ժամանակահատվածում հանրային հաղորդակցությունը իրավապահ մարմինների ինչպես պետք է վարվի, որպեսզի որևէ կերպ դա չընկալվի որպես այս կամ այն քաղաքական ուժի օգտին կամ դեմ իրականացվող հաղորդակցություն։ Հետևաբար այս դիտանկյունից էլ կարծում եմ հետագայում բավականին լուրջ անելիքներ։ Իրավապահների դիտարկման մասին հատկապես ընդդիմադիր քաղաքական ուժերը, ովքեր մասնակցեցին այս ընտրություններին, իրենք օրինակ գնահատում են, որ իրավապահների մասնակցությունը կամ առնչությունը մասնավորապես իրենց համար խնդրահարույց է եղել։ Խոսում էին այն մասին, որ եղել են կալանավորումներ, իրենց ձևակերպումներով ձայնագրություններ, որոնք պիտի չլինեն, խախտումներ են դրանք, իրենց մեղադրում են ընտրակաշառքների բաժանման մեջ եւ հաշվի չեն առնում, որ անմեղության կանխավարկած գոյություն ունի, դատական վճիռ օրինական ուժի մեջ մտած չկա։ Այս տեսանկյունից մի դիտարկումներ արել է։
Այս տեսանկյունից, ինչպես նշեցի, առաջին դիտարկումը հենց հանրային հաղորդակցությանն է վերաբերում։ Խնդրահարույց կետեր գտել եք։ Ես կարծում եմ, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում խոսքը բացառապես նախընտրական քարոզարշավին է վերաբերում, այստեղ ուշադիր լինենք։ Պետք է առանձնահատուկ լինի բոլոր պետական մարմինների հաղորդակցությունը, հատկապես անկախ մարմինների։ Սա ասում եմ այն պատճառով, որ նույնիսկ մեր հաստատության հետ կապված միջազգային փորձագետները պարբերաբար խոսել են այն մասին, որ այդ թվում մեր հաստատությունը պետք է շատ առանձնահատուկ եւ զգայուն ձևաչափով հանրային հաղորդակցություն իրականացնի հենց նախընտրական քարոզարշավի ընթացքում եւ այս տեսանկյունից մարդկանց մոտ առերևույթ կարող է հարց առաջացնել, թե օրինակ հենց նախընտրական քարոզարշավի ընթացքում ինչու է կոնկրետ քաղաքական ուժի հետ կապված անընդհատ օրինակ հանրային հաղորդակցություն վարում կոնկրետ իրավապահ մարմինը։ Այստեղ խոսքն այն մասին չէ, որ օրինակ որևէ դերակատար չի կատարել հակաիրավական արարք եւ այլն, բնականաբար որևէ մեկը այս փուլում ընդհանրապես չի ցանկանում խոչընդոտել իրավապահ մարմինների գործունեությանը, դա նրանց գործառույթն է եւ պետք է իրականացնեն սահմանված ձևաչափով եւ մարդու իրավունքների պահպանմամբ, բայց դրա հետ մեկտեղ հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոսքը հենց նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածի մասին է, շատ կարեւոր է այս առումով նաեւ ունենալ հետագա բարեփոխումներ, հանրային հաղորդակցությունը շատ ավելի զգայուն եւ առանձնահատուկ դարձնելու առումով։ Ես հիմա այստեղ չեմ խոսում այն մասին, որ որևէ իրավակարգավորում է խախտվում կամ խախտվել, բայց օրինակ նույն մեր հաստատության մասով, երբ միջազգային փորձագետների հետ փորձում ենք բարեփոխել այդ ոլորտը, իրենք էլ տարատեսակ նախկինից եկած հաղորդագրություններ որպես օրինակ բերում էին եւ ասում էին, որ միանշանակ է, որ սա օրենքի խախտում չէ, բայց նաեւ ակնհայտ է, որ ավելի զգայուն է պետք դարձնել խոսույթը, որպեսզի հենց նախընտրական ժամանակահատվածում դա չընկալվի որպես ձայնագրությունների հիմա այդպիսի ընկալում տարածում են ունենում են թե չէ։ Տեսեք, իրականում հանրային ընկալումների տեսանկյունից բնականաբար, քանի որ այս հարցը այսքան բարձրաձայնվում է, նշանակում է որոշակի շերտի մոտ դա ձևավորել է տպավորություն, ինչը նշանակում է, որ մենք հիմա ոչ թե պետք է խոսենք այն մասին, որ ընդհանրապես չպետք է վարել հաղորդակցություն հանրային կամ հենց այս ձևաչափով է պետք վարել, դրա մասին չէ խոսքը, խոսքն այն մասին է, որ ինչպես ցանկացած ոլորտ, այս ոլորտն էլ պետք է բարեփոխման ենթարկվի, կատարելագործվի, հատկապես երբ հարցերը ի հայտ են գալիս նաև պրակտիկայի ընթացքում եւ այս տեսանկյունից ես որպես մարդու իրավունքների պաշտպան կարևոր եմ համարում այս հարցերի հետ կապված շատ կառուցողական քննարկումներ իրականացնելը, կարիք չկա այսպես ուղակի նշելու, որ ժխտելու, որ այդպիսի բան չկա, ամեն ինչ շատ նորմալ է, միգուցե իրավական օրենսդրական կարգավորումների տեսանկյունից խնդիրներ իհարկե չկան, բայց նորից եմ կրկնում, նկատի ունենալով այն հանգամանքը, որ խոսքը նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածին է վերաբերում, ոչ այլ ժամանակահատվածներին, շատ կարևոր կլինի, որպեսզի կառուցողական քննարկման առարկա դառնա հանրային հաղորդակցությունը ավելի զգայուն դարձնելու կամ որևէ միգուցե այլ ձևաչափով բարեփոխելու հարցը։ Իսկ նախընտրական ժամանակահատվածում կալանավորումները կամ ձերբակալությունները, դրանցում խնդիր պաշտպանի գրասենյակը տեսել է։ Ինքնին անձի ազատությունից զրկումը չի կարող հանդիսանալ խնդիր, այսինքն զուտ այն հանգամանքը, որ անձն ազատազրկվել է, անկախ նրանից, թե դա ինչ ժամանակահատվածում է տեղի ունեցել։ Խնդիր կարող է լինել բացառապես այն իրավիճակում, երբ կոնկրետ ազատազրկումը տեղի է ունենում որևէ իրավակարգավորումների խախտմամբ կամ օրինակ որոշակի խնդիրներով, խնդրահարույց իրավիճակներով։ Հիմա այս առումով մենք մի քանի արձանագրումներ ունենք, նախ Առաջին բանը, որ պիտի ասեմ, սրա մասին նաև հրապարակային առիթ եմ ունեցել խոսելու, կհիշեն երևի թե քաղաքացիները, թե բոլոր դերակատարները, որ մի դեպք ունեցանք, երբ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձը ազատազրկվեց եւ հոգեկան առողջության համապատասխան կենտրոնում նրա մահն էր գրանցվել, ինքնասպանություն էր գործել եւ ես իրականում սա չափազանց մտահոգիչ եմ համարում, որովհետեւ անձն ազատազրկվել է եւ գտնվելով պետության վերահսկողության ներքո փաստացի նրա մահն է գրանցվել, իսկ մենք բոլորս գիտենք, որ ազատազրկված անձանց իրավունքների տեսանկյունից եւ նրանց համար պատասխանատու է հենց պետությունը եւ այստեղ ես կարծում եմ, որ մենք իրապես շատ լուրջ անելիքներ ունենք, պետությունը իրոք պետք է լրջորեն մտածի այս ոլորտը ընդհանուր առմամբ բարեփոխելու առնչությամբ։ Մի դեպք կար, որի հետ կապված ես կարծում եմ նաև մեր հաստատության հաջողություններ, որովհետև ես ինքս որպես մարդու իրավունքների պաշտպան բավականին ակտիվ էի այս հարցը բարձրացնել
բարձրաձայնելու առումով ազատազրկված անձանցից մեկի օրինակ է Արտուր Օսիպյանի դեպքի հետ կապված անընդհատ խոսում էինք այն մասին, որ տվյալ պարագայում առաջարկում ենք քննարկել անձի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու հնարավորության հարցը, դարձյալ այստեղ շեշտադրեմ, խոսքն այն մասին չէ, հա, որ էթիկական ստանդարտները չենք հարգում եւ օրինակ դատական ակտերին ենք անդրադառնում, ընդհանրապես առաջարկվել է քննարկել այլ խափանման միջոց կիրառելու հարցը եւ ես շատ կարեւորում եմ, որ պետությունն իրականում կատարել է մարդու իրավունքների պաշտպանի առաջարկը, ընդ որում այստեղ նշեմ նաեւ, որ բավականին մեծացել է պետության կողմից մեր առաջարկները կատարելու ցուցանիշը, բավականին լուրջ առաջընթաց այս մասով ունենք եւ այստեղ կուզենամ գլոբալ մի քանի հարցի անդրադառնալ։ Մեկն այն է, որ Հայաստանում ցավոք կալանքը չափազանց հաճախ է կիրառվում եւ ես գրեթե ամեն օր եմ այս հարցի վերաբերյալ խոսում, սա Հայաստանի համար համակարգային խնդիր է։ Մենք ի վերջո պետք է հասկանանք, որ կալանքն այն խափանման միջոցն է, որը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում, իսկ մեզ մոտ փաստացի մենք մի փոքր այլ իրավիճակի հետ գործ ունենք։ Պատճառները կարող են տարբեր լինել։ Ես հիմա չեմ ուզենա բոլոր հնարավոր պատճառների մասին խոսել, բայց գաղափարը կայանում է նրանում, որ եթե ցուցանիշները նույնիսկ վերցնենք եւ համեմատենք այդ թվում տարածաշրջանի հարևան պետությունները, չասեմ միայն ընդհանուր տարածաշրջանը, այդ թվում եվրոպական տարածաշրջանը կամ ցանկացած այլ երկիր, մենք բավականին բարձր ցուցանիշ ունենք եւ շատ է աճը ցուցանիշի այն տեսանկյունից, որ սովորաբար գտնվում ենք այնպիսի իրավիճակում, որ դատապարտյալների թիվը սովորաբար ավելի պակաս է լինում կալանքի տակ գտնվող անձանց թվից եւ սա խնդրահարույց է։ Բայց դրա մեջ նաեւ պատճառների թվում նաեւ քաղաքական դրդապատճառներ դուք տեսնում եք, արձանագրում եք որոշ դեպքերում։ Ես չասեմ քաղաքական դրդապատճառների մասին, բայց ասեմ այն մասին, որ դեպքեր կան, երբ առնվազն տպավորություն է ձևավորվում, որ մենք կարող ենք գործ ունենալ հայեցողական արդարադատության տարրերի հետ, այսինքն խոսքն այն մասին չէ, որ օրինակ կոնկրետ այս անձը չի կատարել հակաիրավական արարք, բնավ։ Դեպքերի մեծ մասում ավելին ասեմ, երբ օրինակ մենք բարձրաձայնում ենք օրինակ ազատազրկման հետ կապված խնդիրներ կամ անձի իրավունքների խախտման հետ կապված խնդիրներ, շատ դեպքերում անձը իրոք կատարել է նաև հակաիրավական արարք։ Հիմա խոսքը անձի կողմից արարք կատարելու մասին չէ, բայց խոսքն այն մասին է, որ կան բազմաթիվ դեպքեր, երբ տեսնում ես, որ օրինակ համանման վարքագիծ դրսևորում են բազմաթիվ այլ մարդիկ, բայց օրինակ, այդ վարքագծի համար պատասխանատվություն է կրում միայն մեկը։ Եվ այստեղ բնականաբար ես հիմա չեմ ուզում խոսել, որ փորձում են համապատասխան մարմինները օրինակ դիտավորությամբ միայն այս մարդուն պատասխանատվության ենթարկել, բայց ռեալ առնվազն հանրային ընկալումների տեսանկյունից տպավորություն է ձևավորվում, որ կա ընտրովիություն, կա հայեցողական արդարադատության տար, որից մենք պետք է իրապես խուսափենք, կամ բոլորը ենթարկվեն պատասխանատվության, կամ չենթարկվեն բոլորը, ավելին ազատությունից զրկման ձևով ցանկացած կամ խափանման միջոց կամ պատժատեսակ, դրանք էլ պետք է հանրային ամենավտանգավոր իրավիճակներում կիրառված լինեն, ել չասեմ խոսքի ազատության սահմանները խախտելու համար պատասխանատվության մասին, երբ քրեական պատասխանատվության գործիքները ամենահանրորեն վտանգավոր իրավիճակներում պետք է կիրառվեն։ Իսկ ատելության խոսքը այս ընտրությունների ընթացքում նախընտրական, հետընտրական եւ նույն բուն ընտրական process-ում որքան եք գնահատել։ Ընդհանրապես խոսքի ազատության սահմանները հատող խոսքի տեսակները բազմաթիվ են եղել այս ընտրական գործընթացների շրջանակներում, ընդ որում գրեթե ամենօրյա ռեժիմով եւ չասեմ բոլոր, բայց հատկապես տեսանելի քաղաքական ուժերի կողմից շատ հաճախ է օգտագործվել խտրական, պիտակավորող, որոշ դեպքերում նաև ատելության խոսույթ, այստեղ պիտի արձանագրեմ նաև այն բացասական հանգամանքը, որ երբեմն նման խոսույթի տեսակներ օգտագործում են նաև անձինք, ովքեր նույն իրավական ոլորտում գործունեության փորձառություն ունեն եւ այլն, որը ավելի խնդրահարույց է դարձնում իրավիճակը, բայց կարծում եմ սա այն լրջագույն ոլորտն է, որտեղ մենք իրականում հայեցակարգային փոփոխությունների կարիք ու անհրաժեշտություն ունենք։ Լավ, անցնենք այլ հարցերի։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին առընթեր հասարակական խորհուրդ կա ապաստան հայցողների, բռնի տեղահանվածների եւ փախստականների հարցերի առնչությամբ։ Որն է եղել այս խորհրդի ստեղծման հիմնական նպատակը եւ ինչ խնդիրներ հատկապես պիտի լուծի։ Այս խորհուրդը նոր է ձևավորվել, մասնավորապես մենք կարծես նախորդ շաբաթ առաջին նիստն ենք իրականացրել խորհրդի։
Խորհրդի հիմնական նպատակն է, որպեսզի մենք կարողանանք մի վայրում համախմբել ապաստան հայցողների, փախստականների եւ բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող եւ հենց շահառու հանդիսացող բռնի տեղահանված անձ, փախստական, ապաստան հայցող հանդիսացող անձանց ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, որպեսզի նախ նրանք հարթակ ունենան ընդհանուր եղած խնդիրները քննարկելու։ Երկրորդը ինչ որ առումով կամուրջ ձևավորվի նրանց եւ պետական մարմինների միջև ու նրանց ձայնը լսելի դառնա պետական քաղաքականությունների մշակման ու որոշումների կայացման գործընթացներում, քանի որ այստեղ պետք է հատուկ շեշտադրեմ, որ ոլորտի հետ կապված իմ կարծիքով ամենալուրջ խնդիրներից մեկն այն է, որ այս խմբերի ձայնը բավարար չափով լսելի չէ որոշումների կայացման գործընթացներում, որովհետև օրինակ նույն բողոքների ահազանգերի մեծ մասը, որ մեզ ուղվում է, երբ սկսում ենք ուսումնասիրել, հետո կառուցողական քննարկումներ ենք ունենում, պարզվում է, որ օրինակ խնդիրն իրականում լուծում ստացած է նույնիսկ պետական որոշումների մակարդակում, բայց մարդկանց դա բավարար չափով հաղորդակցված չէ կամ իրենք համարում են, որ իրենց ձայնը լսելի չի եղել եւ կայացվել է իրենց վերաբերելի այնպիսի որոշում, որը այնքան էլ արդյունավետ չէ եւ ավելի լավ որոշում էր հնարավոր կայացնել եւ այս տեսանկյունից շատ կարեւոր է, որպեսզի մենք հնարավորություն տանք այս խմբերին իրենց ձայնը պարբերաբար լսելի դարձնելու եւ մենք հենց առաջին նիստին էլ հրավիրել էինք պետական մի քանի մարմինների ներկայացուցիչների, ովքեր նաեւ հարցերի պատասխանեցին տեղահանված անձանց եւ փախստականների հետագայում էլ գործունեությունը այդ ձևաչափով շարունակվելու է եւ պարբերական ենք դարձնելու նշված անձանց ձայնը լսելի դարձնելու գործընթացները։ Նշեմ նաեւ, որ օրինակ ապրիլի 7-ին ես ինքս կազմակերպել էի բռնի տեղահանված կանանց համար հանդիպում սոցիալական ապահովության եւ աշխատանքի հարցերի նախարարի հետ եւ նախարարը անձնապես ներկա գտնվելով մենք հնարավորություն ունեցանք բազմաթիվ խնդիրների շատ օպերատիվ լուծումներ տալ։ Իսկ խորհուրդը ունի այնպիսի գործիքակազմ, որ ձեր ասած հնարավորություն լինի ազդեցություն ունենալու պետական քաղաքականության վրա եւ լսելի դարձնելու նրանց ձայնը։ Ունեք այդ գործիքակազմը եւ եթե կա, ինչպիսին է դա լինելու։ Հիմնական գործիքակազմը հենց այն հանգամանքն է, որ նրանք գործում են մարդու իրավունքների պաշտպանին առընթեր եւ խորհրդի կողմից բարձրացված հարցերը բարձրաձայնվելու են իմ կողմից որպես մարդու իրավունքների պաշտպան։ Մենք ունենք մի քանի նման խորհուրդների գործունեության փորձ եւ նրանք վկայել են իրենց արդյունավետությունը այն առումով, որ մշակվել են տարատեսակ ոչ միայն փաստաթղթեր, այլ նաեւ տարատեսակ հարցադրումներ, որոնք հնարավորություն են ունեցել բարձրաձայնել եւ միայն նույնիսկ հարցերի բարձրաձայնումը, դրանց կառուցողական քննարկումը ու պետական մարմինների համար դա լսելի դարձնելը, նրանց եւս հրավիրելը, քննարկելու եւ պատասխանելու միգուցե եղած հարցերին արդեն իսկ հնարավորություն է տալիս շատ ավելի լավ լուծումներ գտնել ոլորտի հետ կապված։ Ձեր գնահատմամբ նրանց ինտեգրում մեր հասարակության մեջ շատ մեծ ու բարդ խնդիր է, թե այդ խնդիրը չի կարելի նման կերպ գնահատել։ Ցանկացած ինտեգրում էլ միշտ էլ հեշտ չէ, մարտահրավերային է, որովհետև նույնիսկ երբ գնում ենք ընդամենը մի քանի ամսով որևէ այլ երկրում սովորելու, մենք էլ ինտեգրվելուց իհարկե ունենում ենք որոշակի բարդություններ, բայց պետք է նկատի ունենալ, որ ինտեգրումը ենթադրում է երկկողմանի գործընթաց, այսինքն թե ընդունող հասարակությունն ու պետությունը պետք է բավարար ջանքեր գործադրի եւ իր պարտավորությունները պատշաճ ձևաչափով իրականացնի, զգայուն լինելով խմբի նկատմամբ, իրացնելով իր միջազգային պարտավորությունները եւ սա ենթադրում է նաեւ, որ թե նաեւ ինտեգրվող խումբը պետք է ոչ միայն պատրաստ լինի, այլ ինքն էլ հետադարձ ջանքեր գործադրի ինտեգրվելու կապակցությամբ։ Ես կարծում եմ, որ մենք այս ոլորտում որոշակի հաջողություն ունենք, գրանցել ենք, բայց բնականաբար անելիքներն էլ դեռ շատ են եւ այս ուղղությամբ միանշանակ պետք է շատ աշխատենք։ Վերջին հարցը, քանի որ 26 թվականը արդեն կիսվեց, առաջի կիսամյակի ամփոփ գնահատականը ձեր որն է, ինչ աշխատանք եք հասցրել անել եւ հաջորդ կիսամյակի համար ինչ եք պլանավորել։ Մենք այս տարվա կտրվածքով միայն հենց այս կիսամյակի բավականին լուրջ ցուցանիշներ ենք ունեցել, որովհետև թե մեզ ուղղվող օրինակ թեժ գծին ահազանգերը, թե մեզ ուղղվող դիմում բողոքների թիվը բավականին մեծ աճ է գրանցել։ Միայն մի կիսամյակի կտրվածքով շուրջ 3000-ով թե ահազանգերի, թե դիմումների հետ կապված ավելի շատ ունեցել ենք ահազանգերի ու դիմում բողոքներ։ Դրա հետ մեկտեղ բավականին մեծ աճ է գրանցել նաև մեր կողմից լուծվող խնդիրների թիվը, որովհետև
եթե օրինակ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մենք օրինակ ինչ որ կոնկրետ քանակի դրական լուծում ստացած գործեր ենք ունեցել, ապա այս տարի կրկնապատկվել է մի կիսամյակի համար դրական լուծում ստացած գործերի թիվը եւ նաեւ համակարգային խնդիրների առումով էլ պետք է նշեմ, որ օրինակ նախորդ տարվա կտրվածքով մենք բավականին բարձր ցուցանիշ ենք ունեցել հենց պետական մարմինների կողմից մեր առաջարկները կատարելու առնչությամբ, ինչը շատ լուրջ առաջընթաց է ոչ միայն մի փաստատության, մարդու իրավունքների պաշտպանի, այլ նաև հենց պետության համար, որովհետև դա իրավական պետության կարևոր ցուցանիշներից մեկն է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն էր, կհանդիպենք։